Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն բան կարգին է։ Այսօր նոր օր է, նոր տրամադրություն եւ նոր վլոգ։ Եկեք օրը սկսենք միասին սիրելիներս եւ կիսվենք գեղեցիկ պահերով։ Սիրելիներս, ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր հավատարիմ լինելու համար, իսկ ովքեր էլ որ նոր են միանում իմ վլոգին, ուզում եմ ասել ձեզ բարի գալուստ իմ վլոգ։ Սիրելիներս, այստեղ կադրեր եմ ձեզ ցույց տալիս, որտեղ Անգելինան եւ Արտուշը միասին գնում են դպրոց։ Ես էսպես նայում եմ այնքան ժամանակ, մինչեւ իրենք մտնում են դպրոց։ Որից հետո պետք է գնումների գնամ, լիք անելիքներ ունեմ, ամբողջը եթե հասցրեցի ձեզ համար կնկարեմ։ Սիրումներ ջան, այսօր գարնան առաջին օրն է, որի կապակցությամբ էլ ձեզ շնորհավորում եմ, թող այս գարունը ձեզ համար լինի լուսավոր, ջերմուլի գեղեցիկ պահերով։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հաջորդ այս կադրերը, որ դուք տեսնում եք, սա թաթար բորակ ենք պատրաստում, խմորն է։ Թաթար բորակին հայկական ավանդական ուտեստ է, որը շատ տարածված է եղել մի շարք գյուղերում։ Այն պատրաստում են խմորից եւ մսից, որը շատ ընտանիքներում դարձել է ընտանեկան սեղանների կարևոր ուտեստ։ Պատրաստելը բավականին երկար գործընթաց է ու հաճախ ամբողջ ընտանիքը միասին է պատրաստում, ինչը նույնը դարձել է նաև գեղեցիկ ավանդույթ։ Թաթար բորակին նաև պատրաստում են տավարի աղացած մսից կամ գառան մսից, քանի որ երեխաները չեն ուտում, մենք չորաթանով այսպես եւ սոխառածով ենք ուտում։ Գնումներից տուն ենք վերադարձել, հիմա կիսեմ ձեզ հետ այսօր ինչ գնումներ եմ կատարել։ Մեծերից ցույց տամ, ասնենք առաջ բուսայուղ, կարակ, աղ, այստեղ վաթի, պեչենիներ, կեչուպ, թթվասեր և անյուղ բժշկական երշիկ, սինյուգա։ Հիմա անցնենք հաջորդ տոպրակին։ Սրանք ընդդնեմ ու միանամ ձեզ։ Եկավ հաջորդ տոպրակը, այստեղ սեղանի շոր, լվանանի սպունգ, ափսեները, տոմատի մածուկ, Արտուշի յոգուրտներ, հավկիթ, հավկիթ, ինձ սուրճ, մամային ասում եկել եմ, բա մի հատ կոֆեից անգետ համտի լրացնեմ, թե չէ, սուրճս գոնե տանեմ, այստեղ մի հատ ձեռքերի օճար, հաջորդը, կրկին հավ, ջրիչկա, կոնֆետներ չայի, Արտուշին կոնֆետներ, Արտուշի բաննա, ինչ են ասում, կորոշկիներն են, հացի, մածուն, շաքարավազ, անցանք հաջորդ տոպրակին։ Այստեղ վերցրել եմ մազմակար բացեր և ահատ, այսպիսի կրկին հացեր, ինչ հաց է սա, պուրի հացերից հա, երեխապել պուրի հաց, այսպիսի հացեր երեխեքի համար է, տավարի միս, հնաց մի տոպրակ, ինչ ենք վերցրել, բացքի փոր, սա հոտը շատ լավն է, բացել եմ ընդեղ հոտ եմ քաշել, նոր եմ վերցրել ձեռքերի հեղուկ օճար, բայց այսին վերջի բերացնել է շատ լավը, ձեռքերի փոշի, ձեռքով լվանալու այսինքն հոտազերծիչ և
ժավել։ Նրա ուրիշ ձևը կար, բայց բաներ։ Շատ ջրի կոտ էր, լավը չէր, որակով լավը չէր։ Ակցիայի տակ էին դրել, լավը չէր, էսի ավելի լավ։ Վերջ այսօրվա գնումները այսքանն էին։ Առևտուրը տեղավորեցի, այստեղ հավի միսը կտրատել եմ, սա այսօր եփելու եմ ճաշ, այստեղ հավի կրծքամսերն եմ առանձնացրել, որպեսզի ավելացնեմ հետագայում կոտլետներ տնական պատրաստեմ, այստեղ մի եփելու նորից առանձնացրել եմ ու այստեղ էլ տավարի միսն է ջրի մեջ է, սա էլ իմ շունիկի փայնն է։ Աղջիկներ ջան, քանի որ վաղը մարտի 8-ն է, կանանց գեղեցիկ տոնն է, այսօր որոշեցի պատրաստել համեղ ռուլետ, որպեսզի վաղը տոնը սկսվի ավելի գեղեցիկ, փոքրիկ քաղցրությամբ ու ջերմությամբ։ Այնքան դժվար է սիրելիներս մեկ ձեռքով նկարել եւ այսպես աշխատել, բայց ուզում եմ ցույց տալ, տեսեք հավասարաչափ եփել է, փափուկ, ճաք չունի վրան, ընթացքն էլ ամբողջը ձեզ ցույց կտամ։ Խմորեղենի անուշ բույր է տարածվել տնով մեկ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ասել, որ այստեղ պետք է նախապես սրբիչը խոնավացնեք, հա, ու դնեք վրան, որպեսզի այս թուղթը հեշտությամբ պոկվի թխվածքի վրայից։ Այդպես ենք անում, որից հետո հեշտությամբ հանում ենք, տեսեք, փաթաթում եմ, ջեմ ենք քսում եւ փաթաթում ենք, ոչ ճաք կա վրան, ոչ մի բան, շատ գեղեցիկ, համի մասին էլ չասեմ, ինչպես տեսնում եք, կողքերից որ մասը որ չոր է եղել, այդ մասերը հեռացրել եմ, այնպես որ համնել եմ արդեն փորձել, շատ համեղ է, կարող եք դուք էլ պատրաստել տոներին ընդառաջ եւ վայելել։ Քանի որ մեր երեխաները քաղցր են ավելի շատ սիրում,
Ինչպես տեսակ վլոգի սկզբից ես շաքարը շատ քիչ ավելացրեցի մեջը, ուստի վրան շաքարի փոշի շատ եմ ավելացնում։ Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, ուզեցի ձեզ վերջնական տեսքը ցույց տալ ռուլետի, այսպես է ստացվել այսօրվա ռուլետը։ Պատրաստել եմ շատ սիրով եւ ջերմությամբ, հուսով եմ, որ ձեզ էլ դուր եկավ։ Եթե փորձեք պատրաստել, ապա անպայման գրեք ձեր կարծիքը։ Ինձ համար դա շատ կարեւոր է։ Բարի լույս իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներին, հուսով եմ լավ եք։ Սիրելիներս, այսօր մարտի 8-ն է եւ սրտան շնորհավորում եմ բոլոր կանանց աղջիկներին, մայրերին, քույրիկներին, տատիկներին։ Դուք եկեք։ Հա։ Ինչ ծողիկ եք վերել։ Ես գիտեիք բան եք բերում։ Չէ, մեր բավարար լավ է սարժանի կյանքս։ Ապրեք, էստուն է տատիկին է։ Ինչքան է սրանք։ 5000 2-ին իրար տվեցին։ Հա, լավն է, եկեք ապրեք, հա։ Դե թո, էսեն էր դաժե։ Հիմա ինչ եմ, քեզ ես նկարում գիտես, ես այդ եմ գցելու։ Մի արածի տղա։ Սիրուն է շատ։ Սիրուներ ջան, նվերները շարունակվում են դեռ մարտի 8-յան, այստեղ օծանելիք եմ նվեր ստացել, ձնծաղիկ, ականջող, մատանիներ, դեմքի կրեմ, պուդրա, մի խոսքով եւ այս գեղեցիկ հայելին։ Այսօր մարտի 9-ն է եւ այստեղ ունեմ նվերներ, որոնք ստացել եմ 3, բայց չեմ նկարել ձեզ համար, հիմա նկարում եմ, տեսնենք ինչ կա։ Այստեղ Oriflame-ի գեղեցիկ պայուսակ, կոսմետիկայի համար կարող ենք, ինչու՞ չէ, նաեւ այստեղ իրան ունես կնոպճկաներից, ուղղակի մեջը բան կա, որ հանեմ, հետո չգտնեմ, այստեղ այսպես գեղեցիկ պուճուրիկ մի խոսքով սումոչկա է լինում, կուզենք այսպես կբռնենք իր ցելոֆանը, հա, այսպես ասած դեռ չեմ հանել, մի խոսքով։ Հիմա այստեղ խառը պրոդուկտներ են, ես այսպես բոլորը դուրս բերեմ, հետո ամբողջի մասին առանձին խոսեմ, այստեղ ուզում եմ խոսել պայուսակի մասին, որ ասում էի, տեսեք, այստեղ այսպես ճտում եմ, մի խոսքով, այս կարճլիկ փոքրիկ պայուսակ է լինում, այսպես էլ կարող եմ բռնել եւ դուրս գալ տանից։ Դա այդպես։ Հիմա այստեղ ինչ ունենք։ Ուրեմն ուզում եմ խոսել այս պրոդուկտից, սա մարմնի լոսյոն է, ինքը ձիթապտղից է պատրաստված, կանաչ, ինչպես տեսնում եք, մանրահատիկներից, հանգստացնող է, բնական ծագման բաղադրիչներ է, կաթնային բանանում, կորպուս է հանգստացնող։ Ինքը շատ լավն է, դեռ բացած չէ, օգտագործած չէ, մի խոսքով, երբ որ օգտագործեմ, արդյունքի մասին կասեմ ձեզ։ Հաջորդը սա է, իր ընկերն է, այսպես ասած, ընկերն է։ Ինչպես ասեցի, ընկերներ են, սա հանգստացնող լոգանքի գել է, էլի կրկին անգամ կանաչ, վայ, մոռացա, ձիթապտղից է, առանց սուլֆատի է, ամենակարևորը։ Սա այսպես, անցանք առաջ։ Հաջորդը գալիս է ալոե վերան։ Ինչ է ալոե վերան։ Մաքրող կավե դիմակ է, սիրելիներս, ծակոտիները մաքրող։ Ինչ է անում, հիդրոխոնավեցում է անում։ Սև կետերն է հեռացնում, կլանում է ճարպը, ու խոնավ է պահում, մաշկը միշտ խոնավ է պահում, փափուկ։ Սա այսպես։
Հաջորդը ձեռքերի գել է, անուշաբույր ձեռքերի գել, էբոնի փայտից պատրաստված, լվացող միջոց է, ձեռքերն են լվանում, այսպես ցույց տամ, բանա, Zara Emotion-ից է, համար 3, երրորդ համարն է, սա էլ այսպես, անցանք առաջ, սա մաշկն է խոնավեցնում ու պահպանում է մեյքափը, պահպանել մեյքափ պլյուս խոնավեցում, շատ լավ և օգտակար պրոդուկտ է, հաջորդը գալիս է կոլագենը, կոլագենի կրեմը, ինչպես նշեցի, սա Sadoer ֆիրմայի կոլագեն է, հենդ կրեմ, սա ձեռքերի կրեմ է, հակատարիքային է, 10 անգամ ավելի շատ կոլագեն է պարունակում, ինքը ակտիվ է, սպիտակուցային ակտիվություն ունի, իսկ տեխնոլոգիաներից էլ ինքը վերականգնում է մաշկի կոլագենը, խոնավեցնում է, նուրբը հեշտ ներծծվող է, մի խոսքով հանգստացնող է, մաշկը հարթացնում է մաշկը, սա էլ կոլագենի մասին։ Իմ շատ սիրելի և հավատարիմ հետևորդներ ջան, նախքան վլոգը ավարտելը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք ինձ հետ եք, իմ ալիքի հետ եք, ովքեր որ նոր են միանում իմ ալիքին, բարի գալուստ իմ ալիք, սա ընտանեկան ժամանցային ալիք է, ովքեր էլ որ միացել են արդեն վաղուց, ուզում եմ ասել անչափ շնորհակալ եմ ձեզ բաժանորդագրությունների և լավ մեկնաբանությունների համար, այսօրվա համար պատրաստել էի այսքանը, եղեք միշտ ինձ հետ, ուժ տվեք, մոտիվացիա տվեք, որպեսզի նկարեմ էլ ավելի լավ վիդեոներ, կհանդիպենք հաջորդ վլոգներում սիրելիներս, եղեք առողջ և երջանիկ, պակա-պակա։